Դուք կսարսափեք, երբ իմանաք, թե ինչ է թաքնված Մարիանյան իջվածքի հատակում։ Այսօր ես ձեզ կասեմ, թե որտեղ կարող է թաքնվել մեգալոդոնը, ինչ տարօրինակ ձայներ են գալիս աշխարհի օվկիանոսների ամենախորը կետից, եւ ով է ապրում նման սարսափելի պայմաններում։ Եվ վերջում դուք կպարզեք, թե որ հայտնագործությունն է ամենաշատը ցնցել գիտնականներին։ Դե ինչ, սկսեցինք։ Եթե օրինակ վերցնենք ջրային արարածներ, որքան խորը կարող է լողալ դրանցից ամենամեծերից մեկը։ Դե կոշելոտի միջի խորությունը 2700 մետր է։ Դա անիրական է հնչում, բայց Տիտանիկը խորտակվեց ավելի խորը։ Դրա մնացորդները հայտնաբերվել են 3750 մետր խորության վրա։ Բայց ինչու է մարդկանց համար այդքան դժվար ջրի տակ սուզվելը։ Հասն այն է, որ ջրի յուրաքանչյուր 10 մետրը ճնշում է օրգանիզմների վրա նույն ուժով, ինչ երկրի մակերեսին։ Այսինքն 300 մետր խորության վրա, որը սկուբա դայվինգի համաշխարհային ռեկորդ է, ճնշումը հավասար կլինի 31 մթնոլորտի։ Հասն այն է, որ սա նույնիսկ կեսը չէ այն խորության, որին կարելի է հասնել։ Գիտեք, թե որն է աշխարհի ամենաբարձր կետը։ Ջամալունգման, եւ այն բարձրանում է գետնից 8848 մետր։ Բայց նույնիսկ այս հսկայական լեռը չի կարող հասնել Մարիանյան իջվածքի գագաթին, քանի որ դրա խորությունը ապշեցուցիչ 11 կիլոմետր է։ Եթե դեռ չեք հասկացել, այսօր ես ձեզ կպատմեմ Մարիանյան իջվածքի հետ կապված բոլոր գաղտնիքների եւ առեղծվածների մասին։ Եվ մեզ բոլորիս անհանգստացնող առաջին հարցն այն է, թե արդյոք կյանք կա այդքան մեծ խորության վրա։ Բայց նախքան այս հարցին պատասխանելը, ես կցանկանայի ձեզ հարցնել. կարծում եք, որ որևէ բան կարող է գոյատևել, երբ դրա շուրջը ճնշումը 1100 անգամ մեծ է, քան երկրի վրա։ Այո, դա անհնար է, բայց բնությունը այլ կերպ է մտածում։ Գիտնականներն արդեն հայտնաբերել են զարմանալի օրգանիզմներ Մարիանյան իջվածքի հատակում։ Սրանք շատ անսովոր, կիսաթափանցիկ արարածներ էին, որոնք պարզապես լողում էին ջրի մեջ։ Եվ չնայած նման խորության վրա արևի լույսի ոչ մի կաթիլ չկա, քանի որ այն դադարում է անցնել ջրի միջով ընդամենը 1 կիլոմետր անցնելուց հետո, այս զարմանահրաշ կենդանիները դեռևս գտնում են գոյատևման միջոց։ Բայց դա դեռ ամենը չէ։ 2021 թվականին չինացի գիտնականները Մարիանյան իջվածքում հայտնաբերեցին հսկա մինի վիրուս։ Գիտնականների խոսքով դրանք լիովին անվտանգ են մարդկանց համար։ Գիտնականները հայտնաբերել են ավելի քան 10 նոր տեսակի վիրուսներ, որոնք նախկինում երբեք չեն տեսնվել։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ դրանց մեջ կային իսկական հսկաներ, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են, քան բոլոր գոյություն ունեցող վիրուսները։ Սակայն գիտնականները կարծում են, որ այս հայտնագործությունը լիովին անվտանգ է մարդկանց համար, քանի որ այս վիրուսները լուրջ հիվանդություններ չեն առաջացնում։ Այն, ինչ ամերիկացի գիտնականները հայտնաբերեցին 2014 թվականին, ցնցեց բոլորին։ Մեծ խորություններում տարօրինակ ձայներ են հայտնաբերվել եւ դրանք բնութագրվում են չափազանց լայն հաճախականության դիապազոնով։ Այն տատանվում է 38 հերցից մինչև 8000։ Մասնագետների կարծիքով այս տարօրինակ ազդանշանները նման են ինչ-որ մետաղական ճռոցի կամ հարվածների, բայց ինչ կա այս խրամատում, որ այդքան տարօրինակ ձայներ է հանում։ Գիտնականները փորձեցին իրենց հայտարարություններով հանգստացնել հանրությանը։ Նրանք ասացին, որ դա մինկե կետերի կանչն է, դա գաճաճ կետի տեսակ է։ Նրանք ապրում են այդ տարածքում, այնպես որ կարող եք թեթևացած շունչ քաշել։ Ի վերջո, նրանց պնդումները կարող են լիովին հերքվել միայն դիտարկմամբ։ Փաստն այն է, որ կետերը այս ձայնը հանում է զուգավորման ժամանակ, եւ սա տեղի է ունենում միայն ձմռանը, ոչ թե ամռանը։ Ուրեմն ով է դրանք ստեղծում։ Ինչ կարող է թաքցնել մեր սիրելի համաշխարհային օվկիանոսը։ Այն էապես քիչ է ուսումնասիրված եւ մենք դեռ չգիտենք, թե քանի տեսակի կենդանիներ եւ ձկներ են ապրում օվկիանոսում։ Կան արդյոք քարանձավներ։ Այսպիսով, ինչպես գուցե գիտեք, մարդիկ երկար ժամանակ ուսումնասիրել են Մարիանյան իջվածքը եւ 2000 թվականին նրանք կրկին սուզվեցին ջրի տակ, ինչ-որ հետաքրքիր բան գտնելու համար։ Մի պահ նավի վրա գտնվող մարդիկ լսեցին տարօրինակ ձայներ եւ սենսորները գրանցեցին բատիսկաֆին մոտեցող հսկայական ինչ-որ բան։ Մի պահ անց նավը ուժգին ցնցվեց։ Ոչ ոք չհասկացավ, թե ինչ է կատարվում կամ ինչպիսի արարած կարող է լինել դա, բայց բոլորի համար պարզ դարձավ, որ ժամանակն է փախչել այդպիսի վտանգավոր վայրից։ Նրանք սկսեցին բատիսկաֆը բարձրացնել մակերես
Եվ երբ նրանք կարողացան այն դրսից զննել, բոլորը պարզապես ապշեցին։ Հաստ մետաղի վրա տեսանելի էին թափանցիկ անցքեր, կարծես ինչ-որ մեկը փորձել էր կծել նավի պատերը։ Բնականաբար նրանք փորձեցին թաքցնել այս պատմությունը, որպեսզի հանրությունը չիմանա։ Հակառակ դեպքում աշխարհում իսկական խուճապ կլիներ։ Բայց ինչը կարող էր նման վնաս հասցնել գերհզոր բատիսկաֆին։ Գիտնականները, ովքեր դիտարկել են իրադարձությունները, ենթադրում են, որ դա կարող է լինել հսկա շնաձկան հին տեսակ՝ մեգալադոն։ Նրա ատամները դեռևս հայտնաբերվում են աշխարհի օվկիանոսների տարբեր մասերում, եւ այն փաստը, որ այս կենդանին անհետացել կամ մահացել է, դեռևս ապացուցված չէ։ Ավելին, Մարիանյան իջվածքը դարձել է մոլորակի ամենափակ եւ անհասանելի վայրերից մեկը։ Հնարավոր է, որ այս հսկա շնաձկները պարզապես փորձում են թաքնվել մեզանից այս սարսափելի վայրում։ Եվ ով էր հանում այն ձայները, որոնց մասին մենք արդեն խոսեցինք։ Այնքան շատ հարցեր եւ այնքան քիչ պատասխաններ, բայց մեգալադոնը միակ շնաձուկը չէ, որը կարող է ապրել Մարիանյան իջվածքի մոտ։ Վերցրեք օրինակ գոբլին շնաձկանը։ Իրականում այս շնաձկան տեսակը երկար ժամանակ համարվում էր անհետացած, բայց մարդիկ կարողացան առաջին անգամ որսալ մեկին մոտ 100 տարի առաջ, եւ դա իսկապես զարմանալի կենդանի է։ Այս շնաձկան ամենահին մնացորդները մոտ 150 միլիոն տարեկան են։ Հիանալի է, չէ՞։ Այս շնաձկան տեսակը իսկապես զարմանալի է։ Բանն այն է, որ այն ունի մի օրգան, որը թույլ է տալիս նրան հայտնաբերել էլեկտրամագնիսական ամենափոքր ազդակները։ Ոչ, դա չի նշանակում, որ ամբողջ օվկիանոսը գիտի, թե երբ եք միացնում թեյնիկը։ Սա նշանակում է, որ գոբլին շնաձուկը կարող է ազդանշաններ զգալ մոտակայքում գտնվող կենդանու ուղեղի ներսում։ Այսպիսով սա հիանալի միջոց է իր որսը արագ գտնելու համար։ Դուք կարող եք նաև գտնել զարմանալի տեսքով բույսեր Մարիանյան իջվածքի հատակին, որոնք ստացել են պինգ-պոնգ ծառ մականունը։ Բայց այս ծառը մսակեր է։ Մարիանյան իջվածքում միայն ամենաուժեղներն են գոյատևում, բայց մենք, մարդիկ, չպետք է չափազանց անհանգստանանք։ Եթե փոքր կենդանիները, օրինակ խեցգետնակերպերը, դիպչեն այդ ծառին, այլևս չեն կարողանա փախչել, քանի որ բույսը նրան գերի կվերցնի։ Սարսափելի է հնչում, այնպես չէ՞։ Հաջորդ կենդանին, որի մասին պատմելու եմ ձեզ, զարմանալի Մարիանյան խխունջն է, բայց ինչն է դրա մեջ, որ ստիպում է ինձ գովաբանել այն։ Դա այն պատճառով է, որ այն ապրում է մեծ խորություններում եւ անողնաշարավոր է։ Միայն 2014 թվականին այն առաջին անգամ հայտնաբերվեց։ Իրականում այդպիսի մեծ խորության վրա կենդանի արարած գտնելը իսկական հրաշք է, բայց ինչ պետք է նման պայմաններում գոյատևելու համար։ Օրինակ այս ձուկը թափանցիկ մաշկ ունի, դա պայմանավորված է նրանով, որ այն որևէ գունանյութ չունի։ Ձուկն ունի նաև մեծացված ներքին օրգաններ, իսկ մկանները շատ բարակ են։ Ձուկն ունի նաև թերի ոսկրացում, այսպիսով ըստ էության դա շատ տարածված ստորջրյա խխունջ է։ Գիտնականները նաև պնդում են, որ կենդանին չի կարող տեսնել։ Այնուամենայնիվ այն արձագանքում է լույսին։ Որքան խորն է ապրում կենդանին, այնքան ավելի սարսափելի է թվում։ Ինչու եմ այդպես կարծում։ Դե նայեք ձկնկուլին։ Չեք կարծում, որ նման հրեշը չպետք է ապրի մեր մոլորակի վրա։ Դե անկեղծ ասած, ձկները շատ զարմանալի կենդանիներ են։ Օրինակ նրանք ունեն հատուկ օրգան։ Այն թույլ է տալիս ձկներին լույս արձակել։ Այսպիսով դա մի տեսակ լապտեր է, բայց ինչու պետք է այն անհրաժեշտ լինի խորքում, որտեղ ընդհանրապես լույս չկա։ Ինչպես արդեն ասացի ձեզ, նույնիսկ եթե խորքի բնակիչները տեսողություն չունեն, նրանք միևնույն է արձագանքում են լույսին, եւ երբ նույնիսկ ամենափոքրիկ լուսատտիկը հայտնվում է խորը խավարում, բոլոր բնակիչները ձգտում են հասնել դրան, եւ իհարկե նրանք հայտնվում են հրեշի բերանում։ Այն ունի բազմաթիվ սուր ատամներ, որոնք կարող են հեշտությամբ կծել միսը։ Ձկնորսական ձուկը նաեւ շատ հետաքրքիր ստամոքս ունի։ Այն կարող է իր չափից մի քանի անգամ ձգվել, ինչը թույլ է տալիս գիշատիչին կուլ տալ իրենից շատ ավելի մեծ որսը։ Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Այս բոլոր հսկայական եւ սարսափելի արարածները պարզվում է էգ են։ Ի վերջո արուները շատ ավելի փոքր են, քան իրենց էգերը, եւ նրանք այնքան էլ որկրամոլ չեն, եւ չափազանց դժվար է գտնել արուներին։ Ինչու՞։ Որովհետեւ նրանք կրծում են էգի մարմինը զուգավորվելու համար։ Նրանք երկար ժամանակ մնում են մակերեսին, ինչև պարզապես միաձուլվում են դրա հետ։
եւ այդ ժամանակ տեղի է ունենում բեղմնավորում։ Կարող ենք նաև տեսնել ութոտնուկներ մեծ խորություններում։ Ճիշտ է, այս փոքրիկ արարածների տեսակը լիովին չի ուսումնասիրվել, եւ պարզ չէ, վտանգավոր են արդյոք նրանք մարդկանց համար, բայց ես դեռ զարմացած եմ, որ նման մեկ նմուշ հայտնաբերվել է 7000 մետր խորության վրա։ Սա Գրիմպոտեպտիս է։ Այս զարմանահրաշ փոքրիկ փքաբլիթը ունի դոնդողանման մարմին, որը թույլ չի տալիս, որ այն նման խորություններում նրբաբլիթի վերածվի։ Այն նաև ունի ականջներ, որոնք նման են փղի ականջների։ Ճիշտ է, դրանք անհրաժեշտ են ոչ թե շուրջը կատարվողը լսելու, այլ լողալու համար։ Եվ այս ութոտնուկները նաև շատ զգայուն աչքեր ունեն, որոնք որսում են լույսի աննշան նշանները։ Ի դեպ, այս խելոք գերարարածները իրենք էլ գիշատիչներ են։ Նրանք սնվում են որդերով, խխունջներով եւ փափկա մարմիններով։ Ընդհանուր առմամբ, կյանքը շատ հետաքրքիր է, բայց գիտնականների համար ամենազարմանալի հայտնագործությունը մեզ համար անսովոր չէր։ Մարիանյան իջվածքի 11 կիլոմետր խորության վրա սուզվելու ժամանակ հետազոտողները հայտնաբերել են պլաստիկե տոպրակ, որի վրա գրված էր, որ մարդիկ պետք է վերադառնան խանութ։ Եվ ոչ, դա ստորջրյա սուպերմարկետից այլմոլորակայինների եւ մեգալոդոնների համար նախատեսված տոպրակ չէր։ Դա նույն աղբն էր, որը մենք ամեն օր դեն ենք նետում։ Գիտնականները այնտեղ նաև քաղցրավենիքի փաթեթներ եւ նույնիսկ ապակե գարեջրի շիշ են հայտնաբերել, եւ այս հայտնագործությունները մարդկության համար ամենասարսափելին էին։ Դուք հավանաբար լսել եք աղբի կղզու մասին, որը ձևավորվել է աղբի անընդհատ օվկիանոս թափվելու հետևանքով, եւ սա շատ մեծ խնդիր է։ Ի վերջո, նույնիսկ խոշոր կենդանիները կարող են խճճվել պարկի մեջ եւ մահանալ։ Անգամ չեմ խոսում դիմացկուն ձկնորսական պարագաների եւ այլ աղբի մասին։ Այդ նույն խելոք կրիաները կարող են կուլ տալ պլաստիկ եւ մահանալ թունավորումից, եւ այն փաստը, որ այս ամենը կարող է հայտնվել հենց ջրի հատակում, ավելի սարսափելի է։ Պատկերացրեք, մարդիկ նոր են սկսել ուսումնասիրել Մարիանյան իջվածքի հատակը։ Այնտեղ կան շատ ավելի հետաքրքիր բաներ, որոնք կարելի է գտնել, միլիոնավոր նոր կենդանատեսակներ։ Եվ հիմա դրանք բոլորը վտանգված են անհետանալու մեր նետած աղբի պատճառով։ Իրականում սա շատ մեծ խնդիր է, որը պետք է լուծվի հնարավորինս շուտ։ Ի վերջո հենց գիտնականներն են արդեն ասում, որ մեր աղբը կարող է ոչնչացնել օվկիանոսում ողջ կյանքը։ Այսօր ես ձեզ պատմեցի Մարիանյան իջվածքի մասին ամենահետաքրքիր փաստերը, որը ձեզ ամենաշատը դուր եկավ, կարող եք գրել մեկնաբանություններում։ Մինչ նոր հանդիպում։